Ճակատ շարժումը իրականացնում է այս երթը դեպի Ծիծեռնակաբերդ ընդդեմ ցեղասպանության ուրացման, որովհետև մենք որպես նաև հայրենասեր ուժ թույլ չենք տա, որ թուրքական մի խումբ կարողանա այստեղ վաճառքի դնել մեր 1.5 միլիոն հայերի հիշատակը։ Տեսեք, այս տարի պետական մակարդակով որևէ միջոցառում անգամ չի կազմակերպվել։ Չկա ոչ հանձնաժողով, ոչ որևէ միջոցառում։ Մինչդեռ մենք այս տարիների ընթացքում պահանջատեր ենք եղել, որպեսզի աշխարհի տասնյակ երկրներ ճանաչեն ցեղասպանությունը։ Այսօր խորհրդարանում ներկայացվեց քրեականացնել ցեղասպանությունը ժխտողի եւ ուրացողի նախագիծ, միանգամից թուրքական ներկայացուցիչները սկսեցին այսպես դեբոշ սարքել խորհրդարանում, որովհետև իրենց տերերը իրենց այստեղ այլ բան են թելադրում։ Մենք այստեղ ցավոք չունենք իշխանություն, ունենք Էրդողանի եւ Ալիևի ներկայացուցչություն Հայաստանում։ Եվ այս երթը ի ցույց աշխարհի նաեւ, որովհետև պաստառները տեսեք, եռալեզու է ռուսերեն, անգլերեն, հայերեն, ի ցույց աշխարհի ուզում ենք ասել, որ հայը շարունակում է պահանջատեր լինել եւ շնորհակալ ենք բոլոր այն երկրներին, ովքեր այս տարիների ընթացքում կարողացել են ընդունել հայոց ցեղասպանության փաստը եւ մենք կշարունակենք այդ գործը, թույլ չենք տա, որ այս 200 հոգանոց խմբակը այստեղ կատարի իրենց տերերի ցանկությունը։